Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Շնորհակալություն։ Տիկին Ղազարյան, Վանսյան, վստահ եմ տեղյակ եք, որ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման հանդես եկել եւ հայտարարում է, որ առաջիկայում նախատեսում են փողոցային պայքար գեներացնել։ Մեջբերում նրա օրերս խմբագիրների հետ տեղի ունեցած հարց ու պատասխանից Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700,000 գլխի հետ, հայտարարել է պարոն Կարապետյանը եւ նշել է, որ միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, բայց հանրահավաքները պետք է վերջանան արդյունքով։ Եթե տեսնենք վաղը անում ենք ու վերջացնում ենք այս ադրբեջանա-թուրքական կինոն, ուրեմն կանենք, եթե տեսնենք մի ամիս է պահանջվում, կանենք մի ամիս։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։ Դե ես շնորհավորում եմ Սամվել Կարապետյանին, որ ուրեմն երկար փորձերից հետո այդ մի նախադասությունը կարողացել է արտաբերել։ Ես որքան հասկացա, ինքը 3 առաջ օրն էր հարցազրույց տվել, մոտավորապես 30 ժամ հետո, տաժանակիր աշխատանքից հետո մոնտաժողները կարողացել են տեսքի բերել այդ հարցազրույցը։ Ես խայտառակություն եմ համարում առհասարակ այդ, եթե կարելի է դա հարցազրույց համարել, այդ բեմականացումը այդ խմբագիրների հետ։ Ես ամաչում եմ այդ խմբագիրների փոխարեն որպես նախկին լրագրող, որ կարող են նստել լսել այդ բարբաջանքները, հետո գնալ 30 ժամ մոնտաժել այդ բարբաջանքները, դրանցից սարքել մի տեքստ, որը նաև դուք երևի ընթերցելիս դժվար հասկացաք, թե ինչ եք փորձում ուրեմն վերարտադրել։ Ինչ վերաբերվում է ուրեմն փողոցային պայքարին, ավելի ճիշտ վերադառնալով հարցի այն կտորին, որ մարդը կոչում է գլուխներ, դե եթե մարդիկ գնացել են փող են բաժանել, այդ եղանակով են մեծամասամբ իրենց քվեները ստացել, մանդատագողությամբ են զբաղվել փող բաժանելով, փորձել են Հայաստանի Հանրապետությունը վաճառել իրենց տերերին, էլ ինչպես պետքա խոսա ինքը իր ընտրողների մասին։ Ու այդքանից հետո էլ մտածում եմ, որ ինչ-որ մարդ պետքա դուրս գա, ուրեմն կանգնի իր կողքը, ինչի կողքը պետքա կանգնի մարդը, ես ուզում եմ հասկանամ։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ ներքաշելու օրակարգի կողքը պետք է կանգնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Կարծում եմ, որ նրանք որևէ ներուժ չունեն, բովանդակության մասին խոսել էլ չենք կարող։ Ինչ վերաբերում է, որ ասում են դե մենք ընդդիմադիրներով կհավաքվենք, իրանք ընդդիմադիրներով վաղուց են իրար հետ հավաքված, նրանք պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներն են իրենց պոչերով, թաթիկներով, ոտիկներով, ականջներով, էլ չգիտեմ ինչերով, եւ հետեւաբար պարզից էլ պարզա, թե մենք ում հետ գործ ունենք, ջախջախվել է պատերազմի եռագլուխ ընդդիմությունը եւ ջախջախվելու է առաջիկայա խորհրդարանում նաեւ, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնեն մանդատներ եւ գան խորհրդարան, մենք նրանց քաղաքականապես ջախջախելու ենք այս խորհրդարանում։ Այսքանը կարող եմ ասել, եթե գործընկերս հավելելու բան ունի, խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, ես զուտ երկրորդում եմ ձեզ, պարոն Հովհաննիսյան, եւ նաեւ կարող եմ ասել, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը փրկվեց իշխանազավթումից, որի փողի ուժով փորձում էին այդ քաղաքական ուժերը իրականացնել եւ իրապես այն որ ասում են համախմբվելու ենք, մենք վաղուց ենք խոսել այդ մասին եւ նորություն չէ, որ իրենք վաղուց համախմբված են, նույն կետից կառավարվում են, նույն կերպ գործում են եւ այն բոլոր քրեական գործերը, որ հակակոռուպցիոն կոմիտեում կա, վկայում են այդ մասին, որ այդ հատկապես այդ եռագլուխ հրեշը իրար հետ է գործել Հայաստանի Հանրապետության պետականության դեմ եւ ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նման արդյունք գրանցելու համար եւ իշխանությունը պահելու համար, որովհետեւ հաշվի առնելով այն ամբողջ գործընթացը, որ իրականացվեց այս ընտրությունների ընթացքում, կարելի է ասել Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանեց պետականությունը, պաշտպանեց անկախությունը եւ ես կարծում եմ, որ հետագայում էլ այն որ տրամաբանություն փնտրել իրենց խոսքի մեջ, կարծում եմ անիմաստ է, մենք այսքան ժամանակ քանի դեռ այս նախընտրական քարոզարշավներ ոչ մի տրամաբանական միտք
հատկապես տվյալ անձի մտքերի մեջ չենք գտել, այն որ ասում է կլինի, չի լինի մի այսօր կանենք, չի լինի մի ամսից կանենք, դա զուտ այնքան որ իրենց այդ դաշտում պահելու բան են ուզում գեներացնել, ընտրություններից անցել է 12 օր, որևէ խնդիր չի առաջացել, որևէ կերպ չեն կարողանում ստվեր նետել ընտրությունների վրա, այնպես որ հետագայում էլ չեմ կարծում որևէ բան կկարողանան գեներացնել, այսքանը կարող եմ ասել այս պահին։ Ես բայց էլի բան ասեմ, էլի, քանի որ ոնց հասկանում եմ, եթե տեխնիկական հնարավորությունները ներում են պետք է այս դահլիճը նկարել, որովհետև այստեղ սիրելի հայրենակիցներ երկու լրագրողաներ կա, Civic AM-ի ներկայացուցիչ եւ հանրային ռադիոյի ներկայացուցիչ, եթե ճիշտ եմ։ Եվ չկա որևէ ընդդիմադիր լրատվամիջոց այստեղ, որ գա եւ մեզ հարցեր տա, Տիկին Ղազարյան, որ այս ոնց կեղծեցիք ընտրությունները, այս ինչ վարչական ռեսուրսեր, որ կիրառվել էր եւ այդպես շարունակ, բայց դե օրինակ Սամվել Կարապետյանին էլ այդ նույն ընդդիմադիր լրագրողները գնում են եւ խելոք դեմքով նստում են, խոնար դեմքով նստում են եւ չեն հարցնում։ Գիտեք ինչ կա, ողջ քարոզարշավի ընթացքում ուրեմն ներողություն վայնասուն էիք դրել 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին եւ այլնի, ահա հեսա Հայաստանի Հանրապետությունը կործանվում է, քաղաքացիական պայմանագիրը հենց ընտրվեց, հաջորդ օրը Հայաստանի Հանրապետություն չի լինելու եւ այլն, արևը այլևս չի դուրս գալու կամ դուրս է գալու եւ այլևս մայր չի մտնելու։ Ուր են այդ հարցերը։ Ուր են այդ հարցերն ընդհանրապես եւ ուր են 300,000 ադրբեջանցիները։ Ուր է Նարեկ Կարապետյանը, որ ինչ բան լրատվամիջոց կար իրանց ձեռքի տակ եղած, ամեն օր գուժում էին եւ մարդկանց ահաբեկում էին այդ լուրերով։ Չեն ուզում այդ խմբագիրները Սամվել Կարապետյանին հարց տան։ Ուր են ձեր ասած 300,000 ադրբեջանցիները, որ պետքա ԿՊ-ի ընտրվելու դեպքում գային Հայաստան։ Ուր են այդ մարդիկ։ Կամ բազմաթիվ այլ հարցեր, որոնք հնչել են։ Ինչ որ տնտեսական ծրագրերից էին խոսում, մեկը կար այնտեղ, ճգնամաժից էր խոսում ինչ որ եռագլուխներից մեկը, Վանդակի Սիրահարը։ Ուր են դրանք ընդհանրապես։ Եվ հիմա էլ այդ լրագրողները ստեղ էլ չկան։ Այդ 5 խմբագիրների ներկայացուցիչները թող գան էլ նստեն այս բրիֆինգներին եւ այդ հարցադրումները ստեղ տան, ոչ թե գնան փակ սենյակներում 30 ժամ մոնտաժված ինչ որ նյութեր հրապարակեն եւ հրամցնեն մեր հանրությանը։ Ում տեղն են դրել մեր ժողովրդին, ես չեմ հասկանում։ Մեր ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է եւ իրանց պատասխանը տվել է եւ մենք էլ մեր ժողովրդի ստացած մանդատով, ինչպես Տիկին Ղազարյանը ասաց, մեր ժողովուրդը տեր է կանգնել խաղաղությանը եւ մենք էլ մեր ժողովրդի տված մանդատով ուրեմն շարժվելու ենք առաջ, սպասարկելու ենք Հայաստանի Հանրապետության օրակարգերը եւ ուրեմն օրենքի ողջ խստությամբ պատժելու ենք պատերազմի եռագլուխ կուսակցությանը իր պոչերով, թաթիկներով, ոտիկներով, ովքեր փորձում էին ուրեմն դիվերսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ ու հələ մի հատ էլ լեզուները պտտվում է, շարունակում են ինչ որ խոսույթներ գեներացնել, էլ ինչ որ պայքարների եւ այլնի մասին։ Եվ վարչապետն էլ շատ լավ ասաց, եթե խնդիր են տեսնում, թող դուրս գան փողոց, հələ տեսնենք այդ ովքերով են դուրս գալու փողոց եւ ովքեր են որ կանգնելու են Հայաստանի Հանրապետության ուրեմն դեմ դիվերսիա իրականացնելու օրակարգի կողքին։